Հաջորդ հարցը դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության դրական ցուցակի գրանցման հարցն է, զեկուցող Տիկին Մարկոսյան։ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ցուցակների ուսումնասիրության արդյունքում կուսակցությանը տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 56A որոշումը 48 ժամ տրամադրելու վերաբերյալ ժամանակը լրացել է մայիսի 2-ին 18:00-ին, ներկայացված թերի փաստաթղթերը չեն լրացվել հետևյալ անձանց մոտ ցուցակում ընդգրկված Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ցուցակային առաջին համարում ընդգրկված Վարդան Յուրիկի Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետություն քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը եւ տեխնացուի գրավոր հայտարարությունը պատգամավորի տեխնացու գրանցվելու մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը։ Վերօրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 84-րդ եւ 86-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավորի տեխնացու Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցումը մերժել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Պարոն Բաղդասարյան, դրա դեպքում եթե ձայն պիտի խնդրեք եւ եթե ձայն տրամադրեմ, նոր այդ դեպքում դուք կարող եք ձեր կարծիքը ներկայացնել։ Պարոն Բաղդասարյան, համեցեք, պարոն։ Շնորհակալ եմ մեկ անգամից հենց դառնալու հետ կապված իրավանք ղեկավարում եք օրենքով, բայց մենք ունենք իրավունք, որ ամրագրված է հիմնական օրենք սահմանադրությամբ, որն ավելի գերակա է։ Իմ վստահորդ դոկուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է երրորդ երկրում վարչական կալանքի տակ, ավելին արձանագրեմ, որ դա 1.5 ավել տարի է, աննախադեպ է դա, եւ ըստ էության ոչ թե կալանքի կրում, այլ պատիժ է կրում։ Նման պայմաններում լավագույն ցանկության դեպքում լիազոր մարմինների կողմից եւ վերջինիս հայտարարություն մենք վերջինս չէր կարող վերցնել, որի հիմքով միջնորդում եմ, եթե իհարկե կընդունի հանձնաժողովը դա, քննարկումից հանել պարոն Վարդան Ղուկասյանի այս հարցը մինչև ֆորս-մաժորային վիճակների ավարտել։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ իրավունքի խախտում է բխող բոլոր իրավական եւ քաղաքական հետևանքներով։ Շնորհակալ եմ։ Պարոն Բաղդասարյան, մեզ կհուշեք ձեր միջնորդությունը բավարարելու մեր լիազորությունը, այսինքն որպեսզի մենք այն ինչ որ դուք մեզանից ակնկալում եք ընտրական օրենսգրքի, կարող եմ ընտրական օրենսգրքի օրինակը տալ, հուշեք, թե որ ընտրական օրենսգրքով, որտեղ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն մենք իրավասու միայն կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված ենք, եւ հուշեք այն նորմը, որը մեզ լիազորում է անելու այն, ինչ որ դուք մեզանից ակնկալում եք։ Շնորհակալ եմ, կարծում եմ հանձնաժողովին հուշելու կարիքը չկա, ուղղակի կրկնվում եմ, իրավունքը ավելի գերակա է, քան թե օրենքը, երբետական, որով դուք ղեկավարում եք։
Այսինքն ավելի պարզ հայերենով Ավելի բաց հայերենով ակցիոնագրում են, որ լավագույն ցանկության դեպքում անձի իրավունքը խախտված է այնքանով, որքանով լավագույն ցանկության դեպքում վերջինս չի կարող են օրենքով նախատեսված, ներպետական օրենքով նախատեսված են պարտադիր փաստաթղթերը, որ պետք է տրամադրի լիազոր մարմինը, վերջինս չի կարող վերցնել։ Համբարձան իմասի քուշոց։ Ես ասում եմ պարզ հայերենով ընտրական օրենսգիրքը չի թույլատրում կենտրոնական ընտրական հանձնաժողովին չի լիազորում անել այն գործողությունը, որը դուք մեզանից ակնկալում եք։ Դուք իրավաբան եք, ես հասկանում եմ, որ դուք կարող եք հնչեցնել ձեր մոտեցում։ Ես ուղղակի նաև նիստում, որը հեռարձակում արձանագրեմ, որ այնինչ որ դուք ակնկալում եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն չունի։ Շնորհակալություն, ըստ էության արձանագրում ենք փաստ, որ օրենքով նախատեսված գործառույթը չի իրականացվել, ոչ իր մեղքով, իսկ իրավունքը դա գերակա է եւ ավելի բարձր է, քան թե ներպետական օրենքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես ուղղակի նայում եք դիտարկում պարոն Բաղդասարյան, երբ որ անձի իրավունքների հետ կապված ցանկացած իրավունքի հետ կապված իրաց մախնդիրը ինքը կարող է բողոքարկել։ Մի տվյալ դեպքում ձեր տեխնացուի մատնանշած իրավունքի խախտումը ընտրական գործընթացներից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններից դուրս է։ Եվ տվյալ դեպքում ուղղակի արձանագրում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի այն լիազորությունը, ինչ որ դուք ակնկալում եք, որ ձեր միջնորդությունը պիտի անի, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կշարունակի իր արդեն ընտրական օրենսգիրքով լիազորությունները իրականացում։ Շնորհակալություն, մենք ձեր կարծիքը լսեցինք։ Շնորհակալ եմ, միգուցե էլի խախտումներ կան առերին հանձնաժողովի կողմից հաստատված, միգուցե սպասեմ նորից արձանագրեմ։ Մյուս խախտումներից կապված եւս ունեմ դիրքորոշում այո։ Այդ դեպքում սպասեմ։ Ուղղակի խնդրեմ, որպեսզի անջատեք խոսափողը։ Տիկին Մարկոսյան, դուք ներկայացրեցիք ձեր առարկությունը դեմոկրատիա օրենք կարգապահություն որպես ցուցակի տեխնացու գրանցելու վերաբերյալ այլ հարցեր կարծիքներ, իսկ հարգելի անդամներ, դուք պարոն Բաղդասարյանի միջնորդությունը լսեցիք, որևէ այլ դիտարկում, կարծիք կա, չկա։ Եվ այսպես ընտրական օրենսգիրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա քվեարկության ներկայացնում Տիկին Մարկոսյանի առարկությունը, այն է դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավոր տեխնացու Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցումը մերժելու վերաբերյալ կողմվեց առարկությունը ընդունված է եւ Վարդան Յուրիկի Ղուկասյանի գրանցումը մերժված։ Տիկին Մարկոսյան, շարունակեք։ Հաջորդ